որ գիտեք ամփոփված է որպես հնայի աճ միայն 3 ամիսները եւ առաջին համապատասխանաբար 5.2, 6.4 եւ 6.2% տնտեսական աճ ենք ունեցել առաջին 3 եռամսյակներում եւ ակնկալում ենք, որ համեմատաբար բարձր աճ ենք ունենալու նաեւ 4-րդ եռամսյակում։ Ամեն դեպքում տնտեսական ակտիվության ցուցանիշները դրա մասին են նախորդիվ վկայել։ Եթե 3 եռամսյակներով նայենք, օրինակ տեսնում ենք, որ նաև զուգահեռ թե որքան տրիլիոն ուրեմն դրամի համախառն ներքին արդյունքը ըստ եռամսյակների ստեղծվել եւ տեսնում ենք, որ 3-րդ եռամսյակը ամենամեծն է, այսինքն առաջին եռամսյակը համեմատաբար ավելի փոքր է, երկրորդը ավելի, երրորդը եւ վստահաբար ասում եմ դες, որ 4-րդը շատ ավելի մեծ է լինելու այս թվից։ Համախառն ներքին արդյունքն ընթացիկ գներով, քանի որ ամփոփվել է 24 թվականը, 25-ը դեռ չի հրապարակվել, ըստ տարիների 10.2 տրիլիոն արդեն մեր նախնական հաշվարկով 10.85-86 տրիլիոնի կարգի է լինելու 25-ի արդյունքները, երբ որ ամփոփելու կլինենք եւ տնտեսական աճերն են ըստ տարիների 24-ին 5.9 էլի հուսով ենք, որ 25-ին 6 եւ ամբողջով կսկսվի տնտեսական աճը, բայց բնականաբար չկա դեռ ամփոփած, չեն կարող դրա մասին վերջնահարցություն ունեցել։ Եվ 24 թվականի դոլարային արտահայտության մեր հնան արդեն հասել էր 26 միլիարդ դոլարի եւ կարծում ենք, որ ըստ էության արդեն մինչեւ 28 եւ մի փոքր ավել կլինի նաեւ տարվա արդյունքներով 2025-ը։ Մեկ շնչին ընկնող դոլարային արտահայտությամբ հնան է, որը 8556 էր 24 թվականի արդյունքներով եւ կարծում ենք, որ 9000-ի շեմը էլի կանցնի արդեն 2025-ի արդյունքներով, որոնք որ բնականաբար կհրապարակվեն փետրվար ամսին մի փոքր ավելի ուշ, ես բնականաբար շատ նախնական մեր գնահատականներն եմ այստեղ ասում։ Հիմա գանք այն կետերին, որոնք որ արդեն ամփոփված է տնտեսական ակտիվությունը, որը 9.1% է եղել, ավելի բարձր քան անցած տարի։ Եթե անցած տարի 8.3% է եղել մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը, արդեն 25-ին եղել է 9.1% եւ եթե նկատում եք բոլոր տնտեսության բոլոր ոլորտները աճել են, ծառայությունները ավելի քան 10%-ով, առևտուրը 3%-ով, գյուղատնտեսությունը մոտ 6%-ով, շինարարությունը ավելի քան 20%-ով, արդյունաբերությունը 4.7%-ով, մասնավորապես մշակող արդյունաբերությունը 3.3%-ով, արտահանման եւ ներմուծման կրճատում ունենք, որը պայմանավորված է պարզ ոսկու վերարտահանման կրճատումներով, ինչպես նաեւ այլ ապրանքներ են որոշակիորեն կրճատվել, որոնք այսպես ասած սանկցիոն մեխանիզմների խստացման հետ են կապված, իսկ դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը խիստ հետևում է, այսինքն ցանկացած որոշում, որ Եվրոպական միությունը կամ Միացյալ Նահանգները օրինակ ընդունում է Ռուսաստանի դեմ, որ այս կամ այն ապրանքի հետ կապված, մենք դա անմիջապես իգիտություն ենք ընդունում եւ համապատասխան որոշում ենք կայացնում։ Այդ պատճառով օրինակ այն ինչ որ ենթադրենք 23 թվականի Հայաստանի տարածքով գնացել է կամ 24-ին, 25-ին օրինակ թույլ չենք տվել, որովհետեւ մենք սերտ աշխատում ենք եվրոպական մեր գործընկերների հետ այդ առումով եւ դա է պատճառը, որ որոշ ուղղություններով կա վերարտահանման կրճատում։ Արտահանման տեսակարակշիռն է, այստեղ հետաքրքիր է, կարծիքով ամենահետաքրքիրն է, որ նախորդ տարի մենք Եվրոպական միության մասնաբաժինն է մեր արտահանման մեջ 4.7% էր, այս տարի արդեն բարձրացել է 7.9%-ի։ Գրեթե կրկնապատկվել է այդ մասնաբաժինը եւ այդտեղ կարևոր նշանակություն ունի իհարկե երկու հանգամանքեր նշանակություն ունեցել։ Մեկը այն, որ Եվրոպական միությունը արտահանումը ավելացել է, դրա մասին քիչ հետո ես կներկայացնեմ, եւ երկրորդը նաեւ, որ այդ բարձ վերարտահանման, այսինքն այդ կրճատումը, որ նախորդ տարիներին եղել է, ասենք 15-20%, հետո դարձել է ենթադրենք 8%, դա այն պատճառով չի, որ Եվրոպական միությունը արտահանումը կրճատվել է կամ այն ժամանակ շատ մեծ է եղել։ Այդ պատճառով է եղել, որ մյուս ուղղություններով այդ ոսկու վերարտահանում, ադամանդի վերարտահանում, ենթադրենք պլատինի վերարտահանում կամ հեռուստացույցի ու
սմարթֆոն ժամացույցի վերարտանում, դրանք նախկինում չեն եղել, հետո ինչ որ պահ եղել են, հիմա նորից չկա, օրինակ նույն սմարթֆոն ժամացույցը մենք տարվա ընթացքում այդ կոդը արգելել ենք վերարտանում տեղի ունենա, որովհետև եվրոպական գործընկերները դրա մասին մեզ խնդրել են, մենք նաև կոմունիկացրել ենք Ռուսաստանի գործընկերների հետ, այսինքն այդ մասը շատ թափանցիկ է եւ աշխատանքը այդ առումով տարվում է։ Տնտեսության զարգացման ամենալավ ցուցանիշներից մեկը դա աշխատատեղերի թիվն է, գրանցված աշխատատեղերի թիվը, եւ դեկտեմբեր ամսին արդեն 821,470 գրանցված աշխատատեղ կար, սա ինչ է նշանակում, մենք ընդհանրապես 18 թվականի մայիսից հետո անդադ ասում են, որ դա այսպես ասած այն սիրելի գործընկերներ դուք արեցիք դա, ես խնդրում եմ ուրեմն վերջին տարիներին տեսեք ինչ էր տեղի ունենում, անդադ ասում են դե չգրանցված աշխատողները գալիս են գրանցվում են, բայց դա չափ ունի Ժողովուրդ ջան, կարող լինի 10,000, 20,000, 100,000, բայց այդ ամեն ինչը չափ ունի եւ արդյոք այդ չափը, այդ ամենամեծ չափի ցուցիչը հետեւյալն է 6%-ով աճել է աշխատավարձը, 6%-ով աշխատատեղերը, 6%-ով տնտեսությունը։ Այ եթե լիներ խիստ անհամաչափություն, օրինակ 26%-ով աճեր աշխատատեղերը, բայց տնտեսությունը աճեր 6%-ով, աշխատավարձն էլ աճեր 6%-ով։ Ես կասեի, որ թաքնված աշխատատեղերը եկել գրանցվում են։ Եթե այդ համաչափությունը պահպանվում է, նշանակում է մենք արդեն եկել ենք նրան, որ այդ չգրանցվածը հա դեռ կա, բայց այդ չգրանցվածի պոտենցիալը արդեն շատ քիչ է եւ նոր արձանագրվող աշխատատեղերի մեջ իրականում հենց այն աշխատատեղերն են, որոնք իրապես նոր են ստեղծվում։ Սա մեկ։ Հաջորդը ես հիմա չեմ կարողանում ձեզ ցույց տամ, որովհետեւ գործընկերները երևի ինչ որ լարի կպան, բայց ես շարունակեմ արտաքին առողջապահության ցուցանիշներն եմ ուզում ներկայացնեմ։ Հետևյալը, եթե ափսոս չեն կարող հիմա ցույց տալ, բայց եթե ոսկին հանում ենք, ոսկու վերարտահանում եւ պլատինի վերարտահանում եւ այլ, մենք տեսնում ենք, որ կայուն մեր արտահանումը աճում է։ Իսկ ամենակարևոր ցուցանիշը այստեղ 3 ես հրապարակել եմ արդեն, ընդ որում երբ որ 18 ուրեմն 25 ենք մենք ցույց տալիս, այդ պատկերը նույն տրամաբանությամբ շատ ավելի երկար է լինում, եթե 21 թվականին օրինակ մոտ 26 միլիարդ էր մեր արտահանումը, արդեն 25 թվականին 4 միլիարդ 462 միլիոն դոլար էր, ընդ որում նախորդ տարվա նկատմամբ մոտ 10% մենք աճում ենք։ Այսինքն սա վերաբերվում է հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանման, այսինքն սա չի վերաբերվում հերոստացույց, որը մենք չենք արտադրում, մեքենա, որը մենք չենք արտադրում, ոսկի, որը մենք դեռ չենք արտադրում, շուտով արտադրելու ենք ու շատ։ Սա վերաբերում են այն արտադրանքներին, որոնք որ մենք չենք ուրեմն արտադրում։ Այնտեղից է եղել։ Այնտեղ ինչ-որ ձայներ եկավ ու անջատվեց։ Ոսկի, որոնք որ սա վերաբերում է նրան, որ մենք հայկական ծագման արտադրանք, այսինքն Հայաստանի գործարաններում արտադրված ապրանքների արտահանումը շարունակաբար ավելանում է եւ արդեն հասել է 4 ուրեմն միլիարդ 462-ի, որը պատմական իհարկե լավագույն ցուցանիշն է, եւ երկրորդը նա է, որ նախորդ տարվա նկատմամբ ուրեմն ավելացել է մոտ 400 միլիոն դոլարով, եւ սա էլի մոտ 10%-ով։ Մյուսը, որ ուզում եմ խոսեմ, ջինի գործակիցն է։ Ջինի գործակիցը մեզ մոտ բավականին ցածր է եւ սա շատ լավ է, որովհետեւ ջինի գործակցի դեպքում ինչքան ցածր է, այնքան նշանակում է եկամուտները հասարակության մեջ հավասարաչափ են բաժանված եւ մեր տարածաշրջանի հարևան երկրների հետ համեմատած Հայաստանում ամենացածրն է, այսինքն Հայաստանում ստեղծված եկամուտները իրենք համեմատության մեջ ուրեմն հավասարաչափն են բաշխվում եւ դա իհարկե եւս շատ կարեւոր ցուցանիշ է եւ ես ուզում եմ նաեւ այստեղ փորձեմ նաեւ ձեզ որոշակի պատկերով դա
ցույց տալ, որովհետև դա ավելի ներողություն եմ խնդրում դա չկարողացա գտնել, բայց դա նույնպես կարևոր է, որ ցույց է տալիս, թե ինչքան համաչափ է մեր մոտ եկամուտները։ Հաջորդը դա մեր արտադրողականության գործակիցն է, երևի փորձեմ այսպես ցույց տալ, որովհետև ես ստեղ չեմ որ։ Տեսեք, արտադրողականության մեր ցուցանիշը շարունակաբար աճում է, ինչ է սա նշանակում, սա նշանակում է, որ եւ եթե նայենք օրինակ մի քանի տարի առաջվա նկատմամբ կրկնապատկվել է մեր արտադրողականությունը։ Սա նշանակում է, որ նույն մարդը, պայմանական նույն մարդը, պայմանական նույն գործարանում, նույն ժամանակահատվածում երկու անգամ ավելի շատ արդյունք է ստացվում, երկու անգամ ավելի արդյունավետ է աշխատում։ Իսկ դա ինչպես է տեղի ունենում եւ այդտեղ էկոնոմիկայի նախարարությունը ինչ դերակատարում ունի։ Դրանպես արտադրողականության ավելացման երկու հիմնական ձև կա, եղանակ կա, մեթոդ կա, միջոց կա, այսպես ասեմ, հիմնական, այլ էլ կա, բայց հիմնական երկու միջոցով։ Առաջինը, երբ որ դու նոր գիտելիք ես ստանում, եւ այդ գիտելիքների միջոցով կարողանում ես ավելի արտադրողական լինել, եւ երկրորդը, երբ որ դու նոր տեխնոլոգիա ես ձեռք բերում եւ այդ տեխնոլոգիայի միջոցով ես կարողանում արտադրողական լինել, եւ եթե երրորդը անայինք, պայմանական այդ երկուսը իրար հետ։ Հիմա կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում գիտելիքի ստեղծման ուղղությամբ, սկսած մանկապարտեզներ, դպրոցներ, համալսարան եւ այլն։ Բայց սրանք մի քիչ ավելի երկարաժամկետում արդյունքներ, ավելի ուշ արդյունքներ տվողներ են, բայց նաեւ կայուն արդյունք տվողներ են։ Իհարկե նաեւ կարճաժամկետ բազմաթիվ ծրագրեր ենք մենք իրականացնում այդ ուղղությամբ, բայց այնուամենայնիվ ես այս փուլի համար արտադրողականության ավելացման ավելի մեծ մասնաբաժին ակնհայտորեն կառավարության արտադրողականության խթանման ծրագրի հետևանքն է, ինչ է դա, երբ որ կառավարությունը սուբսիդավորում է վարկի եւ լիզինգի տոկոսադրույքները բոլոր կազմակերպությունների համար, որոնք որ սարքավորումներ են ձեռք բերում։ Օրինակ գործարանը, որը իր պայմանական շոկոլադի գործարանը կամ գարեջրի գործարանը, որը իր խորհրդային ժամանակների կամ 90-ականներին հարևան երկրներից ձեռք բերած համեմատաբար հին տեխնոլոգիաները փոխարինում է գերմանական կամ ճապոնական տեխնոլոգիայով, այդ ժամանակ այդ գործարանի թողարկած արտադրանքի ոչ միայն որակն է բարելավում, այլ նաև շատ ավելի արտադրողական է ինքնում, շատ ավելի շատ արտադրանք է թողարկում, շատ ավելի բարձր որակի եւ այլն, եւ այս ծրագրի սրա պորտֆելի մասին ես քիչ կպատմեմ ձեզ, որովհետեւ այստեղ մի քան միլիարդ եւ ավել դոլարի պորտֆել է արդեն ձևավորվել, բայց այս ծրագիրը շատ կարևոր ծրագիր է։ Հաջորդիվ ուրեմն ներողություն ես այնտեղ ես նշեցի 821 470-ը Armstat-ի աղբյուրներով, նաև PEC-ի օպերատիվ տվյալներով արդեն 822,662 էր դեկտեմբերին եղել այս թիվը, որպեսզի երկու թվերի մեջ հակասություն չլինի, այսինքն ուրեմն Armstat-ով 25 թվականի համար դա 821 ու ինչ որ ու մի քիչ եւ 822 եւ 662 դա 0-ից մեծ հարկման բազա ունեցող աշխատատեղերի քանակն է ըստ PEC օպերատիվ տվյալների շատ կարեւոր ցուցանիշ է հնայի օգտագործումը ըստ հիմնական ծախսային բաղադրիչների կամ այսպես կոչված հիմնական միջոցների համախառն կուտակումը ինչ է նշանակում համախառն կուտակում նախ նշեմ որ օրինակ 18-19 թվականներին այս ցուցանիշը եղել է 15.8-ից 16.7%, իսկ վերջին տարիներին արդեն 20-21%, իսկ անցած տարի եղել է ամենաբարձրը 21.3%, այսպիսի բարձր ցուցանիշ չի գրանցվել 24 թվականին եղել է ներողություն 24 թվականի արդյունքներով եղել է 21.3, 25-ը դեռ չի ամփոփվել։ Ինչ է դա նշանակում։ Համախառն կուտակում նշանակում է թե հանրությունը իր մեծ հաշվով, հա, հանրությունը իր միջոցների որ տոկոսն է երկարաժամկետ ներդրումների վրա դնում։ Օրինակ շենքեր շինություններ կառուցում, սարքավորումներ առնում,
մեքենասարքավորումներ առնում, մեքենաներ առնում, հա, օրինակ սրա մեջ օգտագործված գույքի առուվաճառքը չի մտնում, ֆինանսական պարզունակ գործակներ չեն մտնում, այսինքն սրանց մեջ մտնում է, թե հնայի որ տոկոսն է ըստ էության հիմնական միջոցների ստեղծմանը ուղղվում եւ սա ամենաբարձր ցուցանիշը հիմա է, սա նշանակում է, որ մենք եւ սա ինչքան բարձրանում է, այնքան նշանակում է, որ մենք սպառողից կամաց վերածվում ենք ստեղծողի եւ այս առումով այս ցուցանիշը դեռևս մեզ իհարկե չի բավարարում, բայց քանի որ ինքը առավելագույն ու լավագույն ցուցանիշներն են արձանագրվում, դա նշանակում է, որ մենք երկարաժամկետ ներդրումները Հայաստանում գնալով ավելի մեծ մասնաբաժիններ ունենում եւ ինչքան այստեղ սրա տոկոսը մեծանա, այնքան մեր հնայի պոտենցիալը կմեծանա ապագայում, այսինքն դու ինչքան շատ նման բաների վրա ծախսեր անես, այնքան ապագայում քո հնան ստեղծելու պոտենցիալը կմեծանա։ Նույնիսկ ընտանիքի վրա օրինակ բերեմ, հա, մի իրավիճակը, երբ որ դու քո աշխատած աշխատավարձը ամբողջությամբ ասենք կծախսես սննդի ու հանգստի վրա, մեկ այլ իրավիճակ կարող է լինել, երբ որ քո ստացած աշխատավարձի մի մասը ասենք ծախսես համակարգիչ գնելու վրա, այդ համակարգչով ծրագրեր սովորելու վրա, ուրեմն ծախսես տարբեր տեսակի կրթական ծրագրեր ստանալու վրա, չգիտեմ, խանութ կառուցելու վրա, այսինքն երբ որ դու պարզ սպառման փոխարեն իրականացնում ես ավելի երկարաժամկետ ներդրումներ, սա կա տարբեր երկրներում տարբեր են, լրացուցիչ կհրապարակենք, որպեսզի նաև հանկարծ այնպիսի տվյալ չներկայացնենք, որը ասեն դե վերցրեցինք ամենամեծը, ամենափոքրը, որ լրացուցիչ մանիպուլյացիայի առիթ որպեսզի չտանք, մեկնաբանության ներողություն, արդյունաբերության մասին եմ ուզում խոսել, մեր արդյունաբերությունը, եթե տեսնում եք սահիկից, տեսնում եք պատկերի մեջ ամենամեծ ցուցանիշները, ամենալավագույն թվերը արձանագրվել են 25 թվականին։ Նախ նշեմ, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը 3 տրիլիոնը մենք 24-ին անցանք, բայց արդեն 3 տրիլիոն 138 միլիարդ դարձավ, ուրեմն 25 թվականին, աճելով մոտ 4.7%-ով եւ արդյունաբերությունը լավ ցուցանիշներ է արձանագրում եւ կողքը մշակող արդյունաբերությունն է, տեսնում եք, որ մշակող արդյունաբերությունը եւս շարունակաբար ուրեմն աճում է, մասնավորապես եթե նայում ենք տեմպերին, տոկոսներին, ապա տեսնում ենք, որ ուրեմն 4.7% ընդհանուր արդյունաբերությունն է աճել եւ 3.3% աճել է մշակող ուրեմն արդյունաբերությունը 25 թվականի ընթացքում, ինչը նույնպես կարեւոր է։ Արդյունաբերական արտադրանքի ծավալների արտահանումը, տեսեք, ուրեմն նորից լավագույն ցուցանիշները արձանագրվել են 25 թվականին, եթե 24-ին 1 տրիլիոն 300 միլիարդի կարգի էր, ապա արդեն 1 տրիլիոն 500 միլիարդի կարգի է ուրեմն 25-ին եւ